Մենք վերադարձանք սիրելի ընկերներ եւ այն ինչ որ ասում ենք մի քիչ առաջ, որ ներքին կարգով ճշտել ենք, որ Անուշը մեզ համար մի համեղ աղցան պետք է պատրաստի։ Խնդրեմ։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ։ Այսօր պետք է պատրաստենք շատ համեղ, հետաքրքիր եւ արագ պատրաստվող աղցան, որը կարծում եմ մեր հեռուստադիտողները անպայման կհավանեն եւ արագ գրի կառնեն, ինչ է մեզ անհրաժեշտ եւ ինչպես ենք պատրաստում։ Շատ սովորական բաղադրիչներ են, որոնք հիմա հաստատ ձեր տանը կլինեն, եթե ոչ հիմա, ապա մի քանի օրից հաստատ, չամիչ, ընկույզ, յուրաքանչյուր տեսակի ընկուզեղեն կարելի է օգտագործել, նուռ, գազար, համեմ, թթվասեր եւ իհարկե քունջուտ, որ վերջում ավելացնենք։ Մեր կալցիի օրվա չափաբաժինը ապահովելու համար։ Ինչպես միշտ համեղ եւ օգտակար քո կողմից։ Այո։ Եվ թվում է սովորական բաղադրիչներով Անուշ, բայց վստահաբար մի անսովոր հետաքրքիր բան ես դու առաջարկում։ Ինչ եք անում։ Սովորական աղցան է, որը եւ տոնական կարելի է անել մի փոքրիկ զարդարանքի ձևը փոխելով։ Եվ առօրյա ամենօրյա աղցան կարող է լինել։ Օրինակ ես այսօր մինչև նախապատրաստվում էի, մտածեցի, որ տանը հաստատ կպատրաստեմ այսօր, որովհետև միակ երկարատև այսպես գործընթացը դա նուռ մաքրելն է, մնացածը շատ արագ է պատրաստվում։ Նախ գազարը մաքրենք եւ հետո պետք է քերենք թարմ գազարը։ Քանի որ մենք գիտենք վիտամինները հում վիճակում ավելի շատ է լինում, մնում բանջարեղենի մեջ, մենք չենք խաշի, բայց ովքեր չեն ցանկանա թարմ վիճակում օգտագործել, կարող են խաշած օգտագործել։ Մենք րոպեներ առաջ դիտում ենք մի տեսանյութ, որտեղ շեֆ խոհարարի կողմից փորձում ենք պարզել խոհարարական արվեստում միֆերն ու իրականությունը։ Բայց ըստ իս որպես այդպիսին, քո կարծիքն էլ նաև հետաքրքիր է, կարող է լինել միֆ խոհարարական արվեստում, որովհետև չկան չէ արգելքներ, եթե իհարկե այսպես հավաստի դա չի ազդում մարդու առողջության վրա եւ վտանգավոր չի։ Իհարկե, դուք լսեցիք, ես մի պահ լսեցի, չհասցրեցի ամբողջը լսեմ, բայց հաստատ հետո կնայեմ տեսանյութը առանձին, երբ լոլիկն ու վարունգը միասին պահում ենք սառնարանում, փաստորեն մեկ տոպրակի մեջ, արագ փչանում է վարունգը։ Ես չգիտեի դրա մասին եւ մենք միշտ գնում ենք միասին եւ հաստատ լոլիկն ու վարունգը շատ հաճախ են միասին գտնվում սառնարանում, բայց այդ մասին չգիտեի եւ իսկապես վարունգը շատ հաճախ, եթե մի 2-3 օր թողնում եմ, արդեն մի տեսակ այն չի լինում եւ հաճախ ուղակի փչանում է։ Այնպես որ կարծում եմ դրա համար խոհարարների հետ շփվելով շատ հետաքրքիր եւ բացահայտումներ են անում ինչն է միֆ, ինչն է իրականություն եւ հետաքրքիր փոքրիկ հմտություններ ենք սովորում, որ մեզ պետք է գալիս առօրյայում։ Եվ իհարկե փաստ է, որ միրգը մրգի հետ երբ փորձում ես, հա, օրինակ մի տարայի մեջ պահել սառնարանում կամ գուցե ինչ որ միտեղ, հա, կան մրգեր կամ բանջարեղեններ, որոնք իրենցից որոշակի գազեր են, այսպես արտանետում, եւ այն մյուս բանջարեղենի կամ մրգի համար դա պարզապես իտանելի չէ, այսպես ասած, եւ հակազդեցություն է ունենում, այդ իսկ պատճառով մյուս մթերքը տուժում է այն մյուսի ներկայությունից եւ համատեղելիությունից։ Այո, եւ այսպես հիմա չգիտեմ որի հետ, բայց կան մրգեր, օրինակ եթե դու ուզում ես, որ արքայա նարինջը շուտ հասունանա, ինչ որ մի մրգի հետ կարող ես փաթաթել եւ դնել սառնան։ Այսպիսի բաներ կան, որոնք որ շատ օգնում են իրականում, երբ որ իմանում ես, կիրառելը իհարկե ավելի օգտակար է լինում, բայց հստակ ես ճիշտն ասած տեղյակ չեմ, որի հետ, ինչպես, բայց կան նմանատիպ բաներ։ Մենք խոսենք սննդաբանների հետ, այո, խոհարարներին էլ պետք է շատ հարցնել, հատկապես մեր այն խոհարարների, ովքեր որ շատ լավ ամեն ինչը շատ լավ ուսումնասիրել են։ Որտեվ խոհարարն ուղղակի ոչ թե պատրաստելու նրանք ոչ միայն պատրաստում են, այլ շատ լավ ուսումնասիրում են բոլոր տեսակի, եւ բանջարեղենը, եւ պահպանման ձևերը, եւ ճիշտ եք ասում։ Կարելի է, այո, նրանցից իմանալ ամեն ինչ։ Հաջորդ անգամ կհարցնենք։ Ես այսպես լուր հետևում եմ, ես ճիշտ եք, ամենից ճիշտ եք ասում, ես ինչ խոսում եք գիտեմ։ Դու սպասես արդյունքին, լավ, ինչ մենք վերջնական կստանանք գազարի քերուկը, սիրելի հեռուստադիտողներ, եւ քանի դեռ մենք խոսում ենք այսպես բանջարեղենների եւ մրգերի համադրություններից, մի խնդրում եմ հեռուստադիտողի հետ կիսվես այն լավագույն համադրությունը կլինի դա միրգը մրգի հետ, թե բանջարեղենը բանջարեղենի հետ, թե պարզապես հացը պաների հետ, օրինակ եմ ես բերում, բայց այն համադրությունը մթերքների մրգերի, որ քեզ համար ֆավորիտ է, իհարկե շատ են դրանք, բայց միշտ քեզ հետ եւ ամեն վարքյան պատրաստ ես նրան երևի թե ամենաարագ պատրաստվող ու
ուտելիք է ես կասեմ, դա հաց, պանիր եւ լոլիկ։ Այդ համադրությունը Բա համեմը համեմը կանաչին կամ որևէ տեսակի կանաչ է։ կանաչեղենը դե հա, բայց հենց այդ բանը երբ որ սոված գալիս ես օրինակ դու բացում ես միանգամից լոլիկը, պանիրը, հացը դնում ես հատկապես երբ որ հացն էլ տաք է լինում, պանիրն էլ մի փոքր այսպես հալվում է, այդ համադրությունը իմ համար Անուշ, իսկ դու որպես ամենօրյա խոհանոցում գործ ունեցող մարդ, կա մի պարզ համադրություն, որը իսկապես անփոխարինելի է։ Ինչ է լինի, ես եթե երեկոյան օրինակ մի քիչ արդեն քաղցած եմ լինում, իսկ ես քաղցած քնել չեմ կարողանա, գոնե մի հաց ու պանիր կամ կաթնաշոր չիայով, վատ բան չկա։ չիայով, մածունով կաթնաշորն եմ շատ հաճախ պատրաստում, դա ամենօրյա երեկոյան այսպես, բայց հացը եւ կանաչին եւ պանիրը դա ամենաարագ սիրելի ուտեստներից Իսկ քեզ համար, Հայկ։ Ես կհամաձայնվեմ ձեզ հետ եւ իսկապես այո, պանիրի տարբեր տեսականի հաց եւ ցանկացած բանջարեղեն, դա կլինի լոլիկը թե վարունգը, բայց ամեն դեպքում այստեղ մի հետաքրքիր բան կա, որ այս ամենի ֆոնի վրա կարծես տուժում են սպասված տաք ուտեստները, որովհետեւ հատկապես երբ ռեստորանային սրահներում նստած ես եւ հատկապես շատ քաղցած ես ու սպասում ես քո պատվիրած տաք ուտեստին, այո, նախուտեստը երբ բերում են այնքան ջերմությամբ եւ հավեսով ենք մենք ուտում, այո, հաց, պանիրը որևէ աղցանի հետ լոլիկի ու վարունգով, պատրաստված, որ միանգամից այսպես հագենում ենք ու տաք ուտեստը ոչ այդքան ախորժակով ենք ուտում։ Չնայած իհարկե կան տրամադրող հանգամանքներ, որոնք նպաստում են ախորժակի բացելուն։ Եթե ընդհանրապես վերաբերում է ընդհանրապես ոչ թե միայն այսպես արագ սնվելու հետ կապված, ասեմ ես շատ սիրում եմ աղցաններ։ Շատ հիմնականում կարող եմ այսպես տաք աղցաններ պատրաստել եւ որևէ ճաշատեսակ այդ պահին չպատրաստել։ Երևի թե ինձ համար սեղանն առանց աղցանի չի լինում։ Այո։ Այսպես ասեմ։ Անուշ, ես ճիշտ եք, ընկույզը տաքած դրել ես, հա, ինչ է։ Բովում ենք, այո, բովում ենք։ Այստեղ սև չամիչ Մի փոքր հերթականությամբ էլ է, մենք գազարը քերեցինք, հետո չամիչ, իսկ ուրիշ ինչ կար այդտեղ, տարայի մեջ կանաչեղենը։ Ավելացրեցի համեմը եւ հիմա մենք կհամեմենք։ Գազարին մի փոքր աղ ու սև պղպեղ կավելացնենք։ Մի տեսակ կիտրոնել էի պատկերացնում, որ կլինի, բայց ինչպես տեսնում ենք, չկա այսօր կիտրոնը։ Կիտրոն չունենք, այո։ Կիտրոն չունենք, որովհետեւ նուրը արդեն թթվաշ է։ Բայց մենք այստեղ կստանանք թթվաշ, քաղցր, չամիչը քաղցրությունը կտա։ Մենք թթվասերով ենք խառնելու այդ ամենը։ Հիմա մի փոքր էսպես խառնենք եւ կավելացնենք ընկույզը ու գեղեցիկ կմատուցենք։ Անուշ, իսկ շատ ես իմպրովիզներ անում խոհանոցում։ Ես շատ իմպրովիզներ չեմ անում, ավելի շատ հիմա եմ սկսել իմպրովիզներ անել, բայց ես սիրում եմ փոփոխել բաղադրատոմսը, այսինքն ամբողջապես զրոյից հորինել, այսպես չեմ փորձում, բայց իմպրովիզները միայն փոփոխությունների հետ կապված, այո, որովհետև կան բաղադրատոմսեր, որ ինձ որևէ մի բաղադրիչ այդքան էլ դուր չի գալի կամ իմ քիմքին հարմար չէ այդ ամենի հետ միասին, դրա համար ես շատ հաճախ ուղղակի փոխում եմ եւ իմ բաղադրիչն եմ, իմ ցանկալի բաղադրիչն եմ ավելացնում եւ այդպես փորձում եմ փոփոխել։ Մանրացնում ենք ընկույզը այս պահին։ Այսպես մեծ կտրենք։ Մենք միշտ շտապում ենք խոհանոցում, այնպես որ սա ինձ համար ամենահարմար եւ արագ տարբերակն է ընկուզեղեն կտրելու։ Իսկ աղցաններ դու ինքդ պատրաստում ես թե ոչ։ Ամեն օր։ Ամեն օր։ Ապրես։ Ես աղցանը համեմատում եմ կնոջ վերջնական տեսքի մեջ, երբ վերջում ավելացնում են զարդերը, զարդարանքները, վերջին շտրիխները լիարժեք տեսք ստանալու համար կանայք, ես աղցանը, երբ տոնական սեղանի մասին է հատկապես խոսքը, համեմատում եմ այդ գեղեցկությունների հետ, որոնք լիարժեք են դարձնում կնոջ տեսքը ընդհանուր եւ հմայքը։ Ճիշտ եմ թե չէ, Անուշ։ Այո, շատ ճիշտ եք։ Բայց ես օրինակ շատ համեմատում ես կնոջ տեսքի հետ վերջնական տեսքը լրացնող հանգամանքների հետ, հա, այս դեպքում զարդերը եւ զարդարանքները կամ մի փոքրիկ դետալ օրինակ, որը կարող է միանգամից փոխել կնոջ տեսքը։ Դա կլինի փոքրիկ, չգիտեմ, այսպես դետալ, կոճակ կամ զարդ կամ
մազակալ, բայց ամեն դեպքում կնոջ գաղտնիությունն ու հմայքը հենց ըստիս այդտեղ է կայանում, հարգելի կանայք։ Մի փոքր դետալ եւ դուք չքնաղեք։ Այս դեպքում աղցաններն էլ կարող են համարվել ճոխ ու մեծ սեղանների բաղկացուցիչ, բայց շատ կարեւոր ու գեղեցկացնող մասերից մեկը։ Եվ մենք արդեն ավարտում ենք։ Այո, այո։ Ավարտում ենք արդեն։ Այո, տեսեք ինչ գունավոր, գեղեցիկ, վիտամիններով լի աղցան ենք ստանում։ Եվ շատ հանգիստ կարող ենք եւ ամենօրյա եւ տոնական սեղանի համար պատրաստել։ Եվ հիմա կավելացնենք, մի փոքր ես նուր թողեցի, որպեսզի վերջում ավելացնենք վրան ու գեղեցիկ լինի, ավելի այդ քո ասած վերջին շտրիխներով կգեղեցկացնենք աղցանը։ Եվ հետաքրքիր է միշտ եղել ինձ, երբ վերջում արդեն մատուցում են ուտեստը, կախված իհարկե աղցանի կամ նախուտեստի գունային երանգներից, միշտ հետաքրքիր է ինձ տարայի գույնի ընտրությունը նաև, որովհետև այն տարայի գույնը ամենայն դեպս, որ այսօր ունենք, շատ համահունչ է քո պատրաստած աղցանի հետ։ Այո, եւ դիտավորյալ վերցրեցի բաց գույն, որպեսզի մենք ավելացնենք նաև նուր ու գեղեցիկ լինի բաց Նույնիսկ գույնը։ աղցանը մի կես երբեք չեմ պատկերացնի, որ մատուցվեր սև տարայի մեջ։ Ամենից նկատում ես այ։ Դե պետք է նկատել։ Ես նույնիսկ այնքան եմ խորացել, որ նկատում եմ կնոջ վերջնական տեսքն ու Ես լիարժեքությունը այդ փոքրիկ վերջի միտքը, դետալներով։ որ դու հնչեցրիր, ես մինչև հիմա այսպես պապանձվել եմ ու ուզում եմ ընկալեմ ուղղակի քո վերջի այդ Հիմա ֆանտաստիկ մի փոքր աֆորիզմը։ քունջուտ ավելացնենք, սև ու սպիտակ եւ վերջ։ Կարող ենք ասել անուշ լինի։ Անուշ լինի։ Շնորհակալություն մեր ընկերոջը կրկին համեղագույն բաղադրատոմս մեզ առաջարկելու համար, ինչպես միշտ այս ամենը արվեց ժպիտով, ջերմությամբ ու լավ տրամադրությամբ, գնահատենք վերջնական տեսքը եւ համը, սիրելի հեռուստադիտողներ, դուք վայելեք երաժշտությունը, ինչպես միշտ։